Ողջույն բոլորին, բարի գալուստ Արմենի խոհանոց, հույսով եմ բոլորդ լավ եք։ Սկզբում նշեմ, որ չմոռանաք հետևել ինձ, լայքեք, կիսվեք ձեր ընկերների հետ և գրանցվեք իմ էջում, որպեսզի նպաստեք իմ ալիքի զարգացմանը, շնորհակալ կլինեմ։ Սիրելիներս, ինչպես ես ձեզ խոսք էի տվել, պահքի շրջանում կպատրաստենք հիմնականում պահքին վերաբերվող ուտեստներ։ Այսպիսով ես ձեզ ինչ-որ չափով կօգնեմ, թե ինչ պատրաստեք այս շրջանում։ Եկեք այսօր պատրաստենք մեր շատ սիրելի ոսպով քյուֆտան։ Հույսով եմ բոլորդ կերել եք, բոլորդ պատրաստել եք, եկեք ձեզ հիշեցնելու համար մեկ անգամ էլ ես պատրաստեմ։ Ոսպով քյուֆտա պատրաստելու համար մեզ հարկավոր են շատ բարձ բաղադրիչներ։ Մեզ հարկավոր է աղացած բուլղուր, նույն քանակությամբ ոսպ, որը ես արդեն լվացել եմ և լցրել եմ կաթսայի մեջ, մեզ հարկավոր է համեմ, պետրուշկա, 2 գլուխ փոքրիկ սող, կանաչ սող, աղ, աղացած կարմիր պղպեղ խոշոր, մեզ հարկավոր է սխտորի փոշի և այսքանը, և իհարկե ջուր։ Սկզբում ջուրը լցնենք ոսպի վրա և դնենք եփի։ Մեզ հարկավոր է այնքան ջուր, որպեսզի մի թեթև ծածկի ոսպը։ Եվ դնենք եփելու։ Աղը կլցնենք ըստ ճաշակի։ Համտեսելուց հետո դուք որոշեք կավելացնեք թե ոչ։ Ոսպը շատ արագ է եփվում, սպասեք մինչև ջուրը կքաշի, հետո կվրցնեք կրակի վրայից։ Մինչ ոսպը կեփի, մենք կտրատենք սոխը և կտապակենք։ Ավելացնենք մի քիչ ձետ և դնենք տապակելու։ Երբ որ ոսպը արդեն եփում է, մի քիչ կրակի տակը իջեցրեք, որպեսզի հանգիստ եփի։ Տեսեք, ոսպի ջուրը դեռ չի քաշվել, մի քիչ ջուր կա։ Կսպասենք մի քիչ, երբ որ ջուրը չլինի, կվերցնենք վրայից։ Տեսեք, արդեն ոսպը պատրաստ է, սակայն մի քիչ ջրային մաս կա դեռ, շատ չենք թողնում, որպեսզի ջուրը քաշի։ Ավելացնում ենք բլղուրը մեր աղացած, խառնում ենք և թողնում ենք մինչև հովանա։ Մինչև ոսպը կսառի, ես կկտրատեմ կանաչին։ Իսկ դուք իհարկե մնացեք ինձ հետ, քանի որ ես պահքին վերաբերվող շատ ուտեստներ և նախուտեստներ ունեմ ձեզ հետ կիսվելու համար։ Ոսպը տեղափոխեցի մեկ այլ տարայի մեջ, կավելացնենք մեր տապակած սոխը։ Փափկության և համի համար կավելացնենք զեյթունի ձետ, կավելացնենք 2 պտղոնց աղացած խոշոր պղպեղ, 2 պտղոնց սխտորի փոշի և մեր թարմ կանաչին, որքան որ դուք կցանկանաք։
Ես թարմ կանաչի շատ եմ սիրում, դրա համար առատորեն կավելացնեմ։ Լավ կխառնենք եւ կստանանք շատ համեղ, նուրբ եւ հագեցուցիչ կերակուր։ Մեր մասան պետք է ստացվի այսպիսի կպչուն եւ փափուկ։ Եթե այսպես չի ստացվել, կարող եք ավելացնել մի քիչ էլ ձեթ։ Եթե ոսպով քյութայեք, կարող ենք քյութայի տեսք ստանալ նաեւ։ Ահա, փոքրիկ քյութաներ։ Փորձենք միասին։ Շատ համոված, շատ թեթև, շատ հասանելի բոլորին, շատ հեշտ պատրաստման եղանակ։ Դուք ինքներդ փորձեք, պահպանեք ձեր էջում, որպեսզի ձեռքի տակ ունենաք, կիսվեք ձեր ընկերների հետ, լայքեք եւ թողեք ձեր մեկնաբանությունը։ Շատ շնորհակալ կլինեմ ձեզ։ Դե ինչ, կհանդիպենք, շնորհակալություն։